Նյու Յորքի ապրանքային բորսայում ոսկու գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է $4,000 մեկ տրոյական ունցիայի համար։ Այս պատմական արժեքը հասել է նաև Հայաստան, Երևանի ոսկու շուկա։ Արմդուրի հետ զրույցում ոսկեվաճառները խոսել են ոսկու թանկացման, ըստ այդմ ապրանքների արժեքի փոփոխության եւ անկած առևտրի մասին։ Դե աշխարհում տիրող իրավիճակի հետ կապված, քանի որ բոլորը գնում են նկ Հնդկաստանը, Չինաստանը, Միացյալ Նահանգները, բոլորը գնում են ոսկիներ, այսինքն իրենք կայունությունը համարում են, որ ոսկու մեջ է, դրա պատճառով ոսկու գինը շատ կտրուկ բարձրացել է։ Այսքան տարիների մեջ երբեք չի եղել այն, ինչ որ հիմա է կատարվում, իհարկե ոսկին երբեք չի իջել, այն միշտ բարձրացել է, կոնկրետ այս 30 տարիների ընթացքում ինքը բարձրացել, բայց այդ բարձրացումը տեղի ունեցել տարիների ընթացքում, ոչ թե կտրուկ, այսինքն ոսկու բարձրացումը նայեք ինչ ձև է կատարվել, այսպիսի երևույթ չի եղել, ինքը այսինքն 10 օրվա մեջ բարձրացել է մի գրամի մեջ $10, այսինքն համարյա 4,000 դրամ, այդ կատարվել ընդամենը 10 օրվա մեջ, իսկ դա ուղղակի աննախադեպ է կարելի որ ասել։ Իսկ այժմ ոսկու 1 գրամը դոլարով ինչքան արժի կամ դրամով է։ Ինքը դոլարով արժի $77, մի գրամը, իսկ դրամով ինքը $77 գալիս է համարյա 30,000 դրամ, այդ լոմի արժեքն է 585 հարկի, իսկ 750 հարկը արժի 38,000 դրամ լոմի արժեքը, իսկ բարձր հարկը 999, որից նաև 958 հարկն է, որովհետև զարդերը 999 չեն պատրաստում, ամենաբարձրը 958-ն է, այսինքն 958-ի մի գրամը գալիս է, պատկերացրեք, $132, այսինքն այդ եղավ համարյա 52,000 դրամ։ Գայանեն վաճառում է ամուսնու պատրաստած զարդերը, դրանք մշակում, տաշում, ապա վաճառքի սեղանի կեն հասնում ամուսնու շնորհիվ։ Բողոքում է, որ առևտուր չկա, իսկ ոսկին թանկանում ու թանկանում է։ Վաճառքը կարելի ասել, որ շատ է պասիվ, շատ պասիվ է իհարկե, բայց գիտեք ինչ, այդ կապված չի ոսկու բարձրացման հետ, ես ձեզ ասեմ, այդ կապված է տատանվան հետ։ Էական չի թե ինքը ինչքան կբարձրան, ամենակարևորը որ ինքը չտատանվի։ Այսինքն սպասում են մինչև կայուն գինի, չէ, դա հոգեբանություն է։ Մարդիկ սպասում են, մտածում են, նայեք ինքը հասել է մինչև $140, հետո ինքը իջավ $128։ Հիմա մարդիկ մտածում են կարող է էլի իջնի։ Դա է վատ, այսինքն իրանք սպասողական վիճակի մեջ են, հարցը գնի բարձրացման մեջ է։ Ես ձեզ ասեմ, ոսկին ինչքան է բարձրանում, քանի մարդկությունը կա, ինքը մնալու է, մարդիկ գալու են ոսկու հետևից։ Ինքը ձև արժեք ունի էլի ոսկին։ Հիմա ոսկին դարձավ իսկական ոսկու գինը։ Հիմա մնում է ինքը մի կետի վրա կանգ առնի, արդեն ամեն ինչ կգնի իր տեղը։ Իրականում այդ տատանումն է մեզ շատ վնասում, շատ։ Օրինակ նայեք, այս մեր սովորական ավանդական կալցոները, իրանք իհարկե նայած ինչ հարկի, իրանց արժեքը լրիվ ուրիշ է, որտեղ իրենց աշխատանք ուրիշ է, իսկ մնացածը լրիվ տարբեր ուրիշ է։ Օրինակ այս քարերովը հաստատ իհարկե քարերովը պարզ է, քարը բարձրացնում է ոսկու արժեքը։ Իհարկե նաև կախված է քարի որակից, էդ էլ է շատ կարևոր, ըստ քարի որակի անպայման ոսկին բարձրանում է։ Նայեք, օրինակ ես ցույց տամ, դուք գիտեք, որ ձեռքի աշխատանք է, մենք բանես չունենք, որ լիցիոնիստը իմ ամուսինը մետաղից զարդ է ստանում, ինչի հետևանքով ոսկին պահպանում է իր խտությունը, մեր զարդի առավելությունը դրանում է կայանում։ Տեսեք, օրինակ ստե երկու առանձին կալցոները, այս առանձնահատուկ տարբերվող չկրկնվող զարդ է, իրանից չկա։ Հիմա այս զարդի արժեքը չի կարող լինի նույնը, ինչ որ այս մեր սովորական, որտեղ աշխատանքը ավելի ծավալուն է եւ ծախսատար է։ Շատ նայեք, ես ձեզ ասեմ, ինքը նաև ծանրաքաշ է, ինքը իր գրամը 637 է, հիմա նայեք, մենք միասին հաշվարկենք, այսօրվա հաշվարկով, ու ես գումարում եմ նաև դրան աշխատանքը, նայեք, 637, անգամ անում ենք լոմի գինը, 77, լոմի գինը անում ենք, ու իրան գումարում ենք աշխատանքը։
Արշի 213,000 դրամ, կոնկրետ այս մատանիկը 637 է։ Այս մատանիկի համար այդքան արշի։ Իսկ եթե այդ նույն քաշի լինի սովորականը, նայեք, ես ձեզ ասեմ, որ դուք տարբերություն հսկաք։ Նայեք 637 կա։ Այս սևավաշտեն 207,000 տարբերություն կա, իհարկե, մերա $20 տարբերությունը, արդեն ըստ աշխատանքից է կախված։